Բարձես մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Բավականին ժամանակ է արդեն խոսում ենք տարբեր ներքին, նաեւ արտաքին դերակատարների, խոսում ենք եւ փորձում ենք վերլուծել տարբեր ներքին եւ արտաքին դերակատարների հայտարարությունները, վերաբերմունքը եւ այլն 2020 թվականի պատերազմին ընթացքում զուգահեռ, հա, բայց մի կարևոր արտաքին դերակատար կա, որի մասին դեռ չենք խոսել։ Խոսքը մեր հարևան պետության անփոխարինելի առաջնորդ Իլհամ Ալիևի մասին է։ Եվ այդքան էլ դե պատահական չի, որ չենք խոսել, որտեղ մինչև հիմա ինքը որևէ մինչև հիմա ասելով, մինչև այն պահը, որ մենք հասել ենք, պատերազմի առաջին օրերին, առաջին շաբաթվա մեջ ինքը առանձնապես քաղաքական բնույթի հայտարարություններ չի արել, մեծաշրջան չհաշված հենց սկիզբը պատերազմի եւ չհաշված ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները, բայց այստեղ արդեն պատերազմի արդեն հոկտեմբերի գալիս է 8-9-10 այդ օրերն են, արդեն հնչում են քաղաքական հայտարարություններ Իլհամ Ալիևի կողմից հետաքրքիր հայտարարություններ, ես ուզում եմ այսօր դրանցից սկսենք եւ դրանց շուրջ խոսենք ինչու, որովհետեւ ինչպես միշտ, ինչպես համարը միշտ մեր այս խոսակցությունների մեջ, խնդիրը ոչ միայն այդ պատերազմի օրերն են, խնդիրը նաեւ որ այն ինչի մասին կխոսենք ըստ էության նույնքան ակտուալ է եւ կարեւոր է նաեւ այսօր, կարեւոր է նաեւ այն թեմաների առումով, այն այսպես ասենք միֆերի առումով, որ հայ ժողովրդին եւ ներշնչել են, եւ ներշնչում են, եւ շարունակելու են ներշնչել, որովհետեւ մեր գիտակցության նկատմամբ գերիշխանություն հաստատեն, որովհետեւ եթե գիտակցությունը, մտածողությունը ստրկացված է, դու ազատագրվելու շանս չունես, հիմա կհասկանանք ինչի մասին եմ խոսում եւ ինչի եմ այսպես ասում։ Մի խոսքով, ինչպես միշտ սրանք ակտուալ են եւ պատերազմի մասին են իհարկե կարևոր պատերազմի ընթացքի վերլուծության առումով, քաղաքական վերլուծության առումով կարևոր են, բայց ակտուալ խոսակցություն են, եթե նույնիսկ այս առիթը չլներ, կարելի է այս թեմանից խոսել որպես հենց հիմա էլ ակտուալ թեմա։ Հիմա նաև իհարկե այստեղ նշենք, որ Ալիևի այսպես ասած առաջին քաղաքական ակտիվությունը պատերազմի սկսվելուց հետո ինքը զուգադիպում է ըստ էության, հիմա չեմ պնդում, որ լրիվ համաձայնեցված է, բայց զուգադիպում է, մենք հիշում ենք անցյալ անգամ խոսել ենք, որ նաև Ռուսաստանի նախագահ հենց այս օրերին սկսեց անձամբ ինքը արդեն ակտիվ մեկնաբանել իրավիճակը, դրա մասին հենց անցած հաղորդման ժամանակ ենք կարծեմ խոսել, որովհետև մինչև այդ անձամբ իր կողմից չկար, մինչև այդ կար Ռուսաստանի արտգործնախարարը, կար նույն Պուտինի խոսնակը, կար, չգիտեմ, Մարիա Զախարովան, բայց անձամբ Պուտինը, հա, կան նաև հեռախոսազրույցներ Պուտին Փաշինյան, բայց անձամբ Պուտինի կողմից այսպես ակտիվ հայտարարություններ պատերազմի վերաբերյալ չեն եղել եւ այստեղ կա այդ զուգադիպությունը, որ նաև Ալիևը սրան զուգահեռ նույնպես սկսում է քաղաքական հայտարարություններ անել արդեն պատերազմի վերաբերյալ եւ նաև այդտեղ Պուտին-Ալիև առաջին խոսակցությունից հետո է սա լինում, էլի անցել անգամ հիշատակեցինք, որ Նիկոլի հետ մի քանի անգամ խոսել է, բայց Ալիևի հետ Պուտինը խոսում է այս ընթացքում առաջին անգամ կարծեմ հենց հոկտեմբերի 7-ին թե 8-ին, հենց իր ծննդյան օրը, չեմ հիշում, երբ է ծննդյան օրը 7-ին, 8-ին թե 9-ին այդ օրերից մեկը։ Հիմա առաջին ուրեմն հայտարարությունը Ալիևի մի հատ կարդամ ու տեսնենք ինչ կա այստեղ մեզ համար կարևոր։ Ուրեմն ասում է, ոչ թե առաջին հայտարարությունը նույն հայտարարությունից է, նույն տեքստից է, ուղղակի երկու տարբեր կտոր եմ առանձնացրել։ Ուրեմն առաջի կտորում, առաջի հատվածում ասում է. Ադրբեջանի ժողովուրդը միջնորդներից, միջազգային կազմակերպությունների որոշ ղեկավարներից բազմիցս լսել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Իսկ ես ասել եմ, որ համաձայն չեմ այդ թեզի հետ, եւ ես ճիշտ էի։ Մոտ 30 տարի բանակցություններ են ընթացել, առաջընթաց եղել է, վերադարձրել են մեր հողերը։ Իսկ ինչպես է հիմա լուծվում հարցը ռազմական ճանապարհով։ Հարցը լուծվում է հենց ռազմական ճանապարհով, ռազմական, ապա քաղաքական, ասել է Ալիևը։ Ուրեմն տեսեք, գիտեք բոլորդ, որ կա այս բանը, չէ, ասենք, ընդհանուր հիմա էլ կա միշտ ցանկացած ուրեմն բանի մասին, այդպես հակամարտության մասին, միջազգային հանրության, տարբեր երկրների ներկայացուցիչների կարծիք է միշտ հնչում, sense ոնց որ մանտրայի պես։ Այսինչ հարցը ռազմական լուծում չունի, միայն քաղաքական լուծում ունի, չգիտեմ, միայն դիվանագիտական ճանապարհով, միայն բանակցությունների ճանապարհով, գիտեք, բոլորը տեսփանը եւ իդեպ Ալիևի հայտարարությունը հետեւում է գրեթե անմիջապես նրան, որ հերթական անգամ այս անգամ Իրանի այն ժամանակվա նախագահ Ռոհանին ասում է, որ հարցը չունի ռազմական լուծում։ Եվ այստեղ հենց
դրանի պատասխան չէ միայն իհարկե, բայց կարծես թե նաև դրանի պատասխան գալիս է Ալիևի այս հայտարարությունը։ Ինչու՞ է սա հետաքրքիր երկու բանով, այսինքն շատ բաներով կարող է հետաքրքիր լինի, բայց ես երկու կետ եմ առանձնացել ուզում եմ խոսանք, նախ արտաքուստ էստեղ հատկապես հայկական ընկալման համար, չէ՞ որ մեզ պես դաստիարակել են, բան են արել մեր քաղաքական էլիտաները բոլոր, որ կա միջազգային հանրությունը այսինչ նորմերն է ընդունում եւ ռազմական ճանապարհով հատկապես որևէ լուծում չի ընդունում եւ դա տենց սրբության սրբոց է եւ առաջին հայացքից այստեղ մենք մեզ թվում է որ Ալիևը, որ աշխարհի ամեն դեպքում ամենաուժեղ պետության ղեկավարը չի եւ այն ժամանակ առավելևս ինքը խոցելի ըստ էության վիճակում է պատերազմի մեջ է, դեռ հասկանալի չի պատերազմի արդյունքը, բացի հայոց իմաստուններից ոչ ոք այդ պահին աշխարհում չէր կարող դա կանխատեսել, ոչ էլ իրական էր այդ կանխատեսումը, եթե նույնիսկ ինչ-որ մեկը փորձեր վարանել, բայց ինքը թվում է թե այդպես հակադրվում է ամբողջ ըստ էության այդ միջազգային հանրության կոչվածին, միջազգային իրավունքի նորմերին, միջազգային կոնսենսուսին, որ ուժային լուծում ասում են չկա, միշտ ասում են իսկ ասում կա, եւ ոչ մեկ կա, այլև ասում են ես դա միշտ ասում եի, ոչ թե հիմա է ինքը ասում, այլ միշտ ասում եի, եւ ասում եմ ես ճիշտ եմ։ Հիմա էլ եմ ասում առաջին հայացքից սա հակադրություն է եւ հակադրում է միջազգային կարծիքին եւ հատկապես մեր այս հայկական բանի տեսակետից, ան պատկերացնում եք ինչ որ մի հայկական գործիչ ով է ուզում լինի։ Այստեղ ճիշտ է Ալիևը արդեն որոշակի դիրքեր է ասել, արդեն հադրուտն է գրավել, արդեն առաջ խաղացում ունի, բայց դեռ հաղթանակի մասին բնականաբար խոսք չկա պատերազմում, որտեղ հադրուտի գրավումը կամ Ջաբրայելի գրավումը ինքն իրանով հաստատ պատերազմում հաղթանակ չէր։ Ես ասել եմ իմ տեսակետը։ Ստեփանակերտն էր գրավել, նույնիսկ դա հաղթանակ չէ, որտեղ հաղթանակը այն ժամանակ է գալիս, երբ որ դիմացի կողմը դադարում է դիմադրությունը, քաղաքական կամ ռազմական իմաստով, սրա մասին խոսել ենք հիմա բան չանեմ, բայց ամեն դեպքում որոշակի հաջողությունների հասել այս հաջողությունների ֆոնին է սա հնչեցնում, բարձ է այս կոնտեքստը, բայց հիմա պատկերացրեք մի հայկական գործիչ, հա, ասենք դու հայկական զորքերը Բաքու էլ մտնեին, Անկարա էլ մտնեին, Խաղաղ օվկիանոս էլ հասնեին, որևէ հայկական գործիչ, հասկանում եք չէ՞ որ այդպես բան սկանդալային կլներ, դուրս կար ասել, հա, դե ուժային լուծում ունի։ Մեզ ասում են չունի, բայց մենք ասում ենք ունի։ Օրինակ առաջին Արցախյանի ժամանակ, չէ՞, մենք հաղթանակներ էինք ունենում, չգիտեմ, ասենք, բայց Մարտակերտը ազատագրելուց հետո Կանային ասեն, բա ասում եք չունի ուժային լուծում, տեսակ որ ունի ուժային լուծում, Մարտակերտը ազատագրեցինք։ Հիմա հայկական այս կարծրացած ընկալման տեսակետից, այն ինչ որ մեզ ներշնչվել է, սա նույնիսկ թվում է ինչ-որ տղայություն է, էս ինչ անում, ոնց կարելի է ընդհանրապես հակադրվել միջազգային հանրության։ Բայց Ալիևը իհարկե հիմար չի եւ տղա չի եւ փորձը նաև ցույց տվեց, որ Հայաստանի գովազ չստացվի գովազն մնում, բայց փորձը դա է ցույց տվել, մենք պետք է դառը իրականության հետ առերծվենք, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից, փորձը ցույց տվեց, որ բոլոր հայկական քաղաքական գործիչներից էլ ավելի հաշվարկող, ավելի հասկացող եւ մինչեւ հիմա էլ քաղաքականությունը ճիշտ կառուցող, ոնց է օրինակ հաղթանակը կապիտալիզացնող, ոչ թե հաղթանակից հետո ասող, որ դե մենք ինչ ենք արել, որ մենք ճակատամարտ ենք հաղթել, պատերազմ չենք հաղթել, եւ այս իրավիճակում եւ պատերազմը ռազմական գործողությունը ճիշտ պահին սկսող եւ այլն եւ չվարանող դրանից ինքը իհարկե տղա չի եւ հիմար չի եւ ինքը ասում է հասկանալով ինչ է ասում եւ շատ ավելի adekvat է ինքը որովհետեւ այստեղ ինքը ցույց է տալիս սա էլ եմ ասում նրա համար չենք խոսում որ տեսնենք թե Ալիևը ինչքան խելացի եւ լավ է այլ մեր համար որ մենք հասկանանք իրականությունը միջազգային հարաբերությունները այլ ոչ թե այս հեքիաթի տակ ապրենք անընդհատ Նախ ինքը ցույց է տալիս, որ ինքը հասկանում է միջազգային հարաբերությունների իրական կոնտեքստը, որտեղ այո կան միջազգային նորմեր, ոչ ոք չի ասում, որ այդ միջազգային նորմերը ոչ մի բան են, զրո են, որ մարդիկ դրանք լրիվ անլուրջ են ասում, բայց կա նաև միշտ ուժային ենթատեքստը, ուժային հիմքը եւ ուժային հիմքը ամենակարևորն է։ Ինքը կարող է որոշ դեպքերում չերևալ, եւ այդպես էլ պետք է լինի, այդպես է ընդունված, խաղի կանոնն է, բայց ինքը կա եւ ինքը հիմքում է եւ ինքը առաջնային է։ Հետո նոր գալիս են միջազգային նորմերը, որոնք կառուցվում են ըստ էության նույն ուժային հարաբերությունների վրա։ Ինքը ցույց է տալիս, որ ինքը adekvat է իրական աշխարհին, իրական հարաբերություններին եւ հասկանում է ինչ է ասում եւ շեշտում է եւ ցույց է տալիս, որ ինքը դա հասկանում է։ Բայց ավելի կարեւորը կա։ Ինքը նաեւ, որտեղ ընդհանուր միջազգային հարաբերությունների հիմքում ուժային գործոններ են գած, բայց համեմատաբար կայուն միջազգային իրավիճակներում դա այդքան ակնհայտ չի։ Բայց այստեղ ինքը ցույց է տալիս, որ ինքը հասկանում է, որ միջազգային հարաբերությունները մտել են անկայունության փուլ
եւ հատկապես այդ փուլերում ուժային այդ հիմքը, որը այսպես թե այնպես կա, բայց սովորական իրավիճակում այդքան չի բաց, այդ ինքը բացահայտվել է եւ ինքը հասկանում է, որ այս իրավիճակն է միջազգային, այսինքն ուժային գործոնը առավել բացահայտվել է եւ ինքը այդ միտման մեջ է, այդ այսպես ասած տրենդի մեջ է եւ ինքը դա ցույց է տալիս, որ ես հասկանում եմ ինչ իրավիճակի մեջ ես ինչ եմ անում եւ այո կա ուժային լուծում եւ հենց ուժային լուծումն է եւ մենք ապացուցում ենք որ դա կա եւ սրանով ինքը աշխարհին չի հակադրում հակառակ ինքը ցույց է տալիս որ ինքը հասկանում է իրական աշխարհը իրական հարաբերությունները իհարկե դու ասում ես նաեւ քաղաքական լուծում այսինքն բալանսը պահում է բայց սրանով ցույց է տալիս եւ երրորդ բանը ինչը ինքը այստեղ ցույց է տալիս նաեւ բացի որ ի տարբերություն հայկական քաղաքական էլիտաներից, որոնք չեն հասկանում, իրանք այս բանը կառուցվածքը բարդ չեն հասկանում։ Հայկական քաղաքական էլիտաները կամ չեն հասկանում, կամ մեծ միշտներ շնչում են, որ միջազգային հարաբերությունները միշտ միաշերտ են, տարբեր իմաստերով, նաև այս իմաստով։ Եվ չեն հասկանում, որ կա խաղ, եւ դա ոչ թե վատ է, այլ այդպես ընդունված է, այսինքն կան խաղի կանոններ, կա այն ինչ որ ասվում է, կա այն ինչ որ կա, այդ ասվածի եւ կայի միջև իրականության մեջ կա բարդ փոխհարաբերություն, այնպես չի որ ասելիքը լրիվ 0 է, լրիվ դատարկ է, բայց այնպես էլ չի որ ինքը 100%-անոց է, հա, այս բարդ հարաբերությունը։ Ինքը նաև այստեղ շեշտում է, էլի սա պատահական ինքը չի հայտարարում։ Ինքը ցույց է տալիս, որ ինքը հասել է որոշակի հաջողությունների ուժային ճանապարհով եւ հիմա իր հետ պետք է հաշվի նստել որպես ուժային գործոն, այս հայտարարությունը նաև դրան է ուղղված։ Հենց այնպես չի ինքը սա ասում, որ ուղղակի արձանագրի, որ ինքը հասկանում է իրավիճակը այլ նաև ասում եմ, որ ես արդեն սա եմ եւ սրանից հետո իմ հետ արդեն այս դիրքից պետք է խոսալ եւ ես այս դիրքից եմ հանդես գալիս, չնայած ասում եմ դեռ հասել է իրականում բավականին մեծ հաշվով համեստ եւ դեռ հասկանալի չէ թե ինչ հեռանկարով ռազմական արդյունքների, բայց այսքանը ինքը արդեն իրեն թույլ է տալիս։ Եվ էլի սա մեզ համար ինչի է դաս նաև, որտեղ նույնիսկ հիմա այսքանից հետո, այսքան դառը փորձունելուց հետո մենք հատկապես հիմա սկսել ենք խաղալ միջազգային նորմեր, միջազգային հանրություն, մեր ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը դա մեր լեգիտիմ ճանաչված սահմաններն են, այսպես կոչված լեգիտիմ, թե ինչ են, դրանք լեգիտիմ էլ ոչ ոք չի հիմնավորել, Ալմատի հռչակագիր կարծես ես իմ ինչ բանը ավետարան սրբության սրբոցան են ներկայացնում, կարծես դա բանա, Սևերի պայմանագիրը կամ չգիտեմ, լավ Սևերի պայմանագիր չասեմ, սխալ չհասկացվի համեմատությունս, ասենք չգիտեմ, ինչ մի ասենք մարդու իրավունքների հռչակագիրը, ՄԱԿ-ի կոնվենցիա կամ ինչա, մի խոսքով, բայց հատկապես այս միջազգային իրավիճակում, հատկապես անադեկվատ է, եթե ոչ զավեշտալի կամ զարհուրելի, հայտարարել, որ մեր անվտանգության երաշխիքը այդ միջազգային նորմերն են։ Այսօր արդեն երբ որ բոլորին ավելի քան ակնհայտ է, նույնիսկ 20 թվին այդքան ակնհայտ չէ, ով ինչ ուզեց խախտեց, ով որ ասես մտավ դուրս եկավ, կոպիտ եմ ասում ով ինչ ուզում անում, մենք ընկել ենք ասում ենք վայ, այ մենք հիմա վերջապես լեգիտիմ սահմանները Հայաստանի ունեցանք, այ դա մեր անվտանգության երաշխիքն է, այ, ուրեմն 26 տարի մենք իրականում այդ միջազգային նորմերի վրա աչք փակելով վերահսկողության տակ պահեցինք այդ տարածքները, ոչ միայն Արցախի մասին է խոսքը, այլ շուրջ եղած ազատագրված տարածքների, եւ բնականաբար ոչ մեկ նույնիսկ չասես ձեր աչքի վերևը ունք կա, իրոք։ Այդ որը ՄԱԿ-ը հայտարարություններ ընդունեց եւ այլն հետո ինչ եղավ ընդհանրապես, տնտեսական սանկցիա մտցրին Հայաստանի դեմ, ինչ որ մեկը ես ինչ քաղաքական արշավ սկսեց Հայաստանի դեմ, որը մեկը լուրջ պետություններից ինչ որ հարաբերություններ սառեցրեց, դադարեցրեց, ընդհանրապես չէ։ Հակառակ այս մարդը ճիշտ է ասում։ Ինքը ստեղծան արձանագրումը, ասում է, հա ճիշտ է, տարածքային ամբողջականություն տենց Ադրբեջանի ֆորմալ ճանաչում են, բայց ասում են ռազմական լուծում չկա, փաստացի դա ինչ է նշանակում։ Եթե մի հատ նայեք իրաց տեսեք, նշանակում է, որ Ղարաբաղը հավերժ մնալու հայերի ձեռքում, եթե դու ուժով չվերցնես։ Այս է միջազգային իրական հարաբերություն, եւ այդպես է լինելու է, եւ այդպես է եղել է, որը ոչ ոք չէր գարելու ով բան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, հա ասում են բանակցեք, բայց ասում են ռազմական լուծում չկա, իսկ եթե ռազմական լուծում չկա, պարզ հայերը հավերժ կարող են պահել։ Հասկանում եք, այսինքն իրականում իհարկե ռազմական լուծում կա եւ Ադրբեջանը որպեսզի հասներ իր նպատակին, ինքը այլ տարբերակ չուներ ըստ էության բացի ռազմական լուծումից, նաեւ էս ասում։ Եվ այս ասելով էլ եմ ասում մեր համար, սա ես ասում եմ, որ մեր համար մենք բացահայտենք վերջապես իրականությունը, որում մենք ապրել ենք եւ ապրում ենք եւ մեզ հիմա նոր հեքիաթներ չօրինենք, որոնք լավ գոնե այն իրավիճակում համեմատաբար կայուն միջազգային էլի կարելի ինչ որտեղ հասկանալ կամ բանավիճել, բայց ավելի դժվար է հիմա վերցնել ու ասենք հիմա մենք թարս ֆրանկ, այսինքն մենք խախտել ենք մեծ հաշվով այդ միջազգային նորմերը ոչ մի բան չի եղել եւ չեր լինելու երբեք եւ դեռ մի բան էլ հակառակը,
բոլորը աչք էին փակել եւ փակելու էին հավերժ, ես եմ ասում 36 տարի չէ 300 միլիոն տարի աչք էին փակելու, եթե մենք դա պահեինք ուժով եւ եթե նա ուժով չլուծեր եւ առավելևս հիմա Բացի այդ էլ ասեմ, որ սա ինքը առաջի անգամ ասում, բայց հետո մինչև հիմա հավերժ անդադ կրկնում է, այս իրաց թեմաներից։ Անդադ որտեղ լինի, չգիտեմ, Լաչին կգնա, Շուշի կգնա, ադրբեջանցիների հետ կհանդիպի, թուրքերի հետ կհանդիպի, ում հետ կհանդիպի, միշտ այստեղ միտեղ այդ առիթից կողքի կասի, այ բոլորը ասում են, որ ուժային լուծում չկա, ես ապացուցեցի, որ կա։ Այսինքն սա պատահական թեմա չի։ Իր մոտ ինքը անդադ սա ասում է, մինչև հիմա։ Բայց ենթատեքստ կա, ուղիղ այստեղ ինքը չի ասում։ Բայց ենթատեքստը ակնհայտ է, որ այստեղ որովհետև ասում է, հա, ոչ ոք չէր համաձայնվում, ես ասել եմ եւ պարզվեց, որ ես ճիշտ էի, հա, ենթատեքստը այն է, որ ոչ միայն ուղղակի ռազմական լուծում կա, այլ հենց դա է իր նախընտրելն եւ սրանը ինքը պատրաստվել։ Հետագայում արդեն պատերազմից հետո, երբ որ արդեն ավելի այսպես բացվեց, ինքը մեծ բառացի չեմ կարող մեջ բերել, կարող մի օր խոսենք դրա մասին, չգիտեմ, եթե հասցնենք, եթե ժամանակը գա դրա, բաց այդ ասեց, որ հա, ես այդ բանակցություններով չէի տեսնում լուծումը։ Ես հենց սկզբից էլ պատրաստում եմ այս ռազմական լուծմանը։ Բաց այդ ասեց, բայց այստեղ բաց այդ չի ասում, ընդունեք, թե մենք դեռ չգիտենք, որ հետագայում բաց այդ ասում է, բայց ենթատեքստը այստեղ ակնհայտ է։ Եվ ինչու՞ սա կարևոր էլի։ Դե գիտեք, որ մեր ժողովրդին բոլոր հայոց իմաստունները, իսկ հիմա բոլորն են համարյա հայոց իմաստուն, մեր վերնախավում քաղաքական գործիչները անկախ նրանից թե որ ճամբարից են փորձագետներ եւ այլն բոլորը ասում են այ մենք պետք է գնայինք լուծմանը մինչեւ պատերազմը, այ չգնացինք դրա համար ստացանք պատերազմ, կարծես պատերազմը ինքնին հավասար է պարտության։ Ստացանք պատերազմ, գնայինք հաղթեինք։ Հա, ստացանք պատերազմ, պետք է գնայինք այդ բանի, այ մենք չգնացինք, հայ ժողովուրդը չէր ուզում փաստացի հայ ժողովրդի վրա, ինքնություն ոչ միայն այդ խոսել ենք հայոց պետության վրա կամ թեկուզ օրվա ղեկավարության վրա, հայ ժողովուրդն է մեծաշուր մեղավոր, պետք է գնայինք լուծման։ Այս կրոնական աղանդը գիտեք բոլորդ, որ արդեն ինքը աղանդ չի, այն իմաստով որ նեղ խումբ չի, այսինքն կրոնական ուղղությունը, որը շատ-շատերի ուղեղնակ կերել, շատ-շատերի եւ պարզ մարդկանց ցավոք սրտի եւ ուրեմն բաների, փորձագետների, քաղաքական գործիչների մեկին անկեղծ, մեկին ոչ անկեղծ, էական չի։ Ես ինչը պնդում եմ, սա կրոնական ուղղություն է, քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Եվ որովհետեւ ինքը պարական բան է անտեսում, որ դու շատ բան կարողա ուզենայիր, բայց այդ անտերուն մինիմում 2 կողմ կա, իրականում 2 չի, 3-ը եւ ավելը, եւ դու շատ բան կարող ես ուզենալ, դու պետք է դու վստահ ես, որ դիմացին այդ պատրաստ ես դրան, այսինքն դու ասենք թե գնացիր այդ լուծմանը զիջումների քո պատկերացրած։ Դիմացի կողմը պլանավորում է արդյոք խաղաղ կարգավորում չակերտավոր գոնե թե ինչ, թե դիմացի կողմը նախընտրել է պատերազմը։ Այս հարցի պատասխանը եթե չկա եւ վակուումի մեջ ասում է այնպես է ներկայացում իրավիճակը, որ մենակ հայ ժողովուրդն է կամ Հայաստան պետությունն է, դա իհարկե կրոնական է, դա քաղաքականի հետ կապ չունի, դա հավատ է։ Դա մաքուր հավատ է։ Քաղաքականի համար դու պետք է վերլուծես, ապացուցես, ներկայացնես, որ բացի քեզանից նաեւ մյուս կողմերն էին այդ նույն բանի պատրաստ, որ դա իրենց ձեռնտու էր, բացի ձեռնտուից պիտի փաստերով ապացուցես հայտարարություններով եւ այն եւ չես կարող անտեսես, որ օրինակ այդ կողմից մեկը բաց տեքստով ասում է ես չէի պատրաստվում, ես պատրաստվում եմ ռազմական ճանապարհով լուծել։ Փլուզվում է ամբողջ, չէ՞, բայց քանի որ կրոնականն է, դե կրոնականի համար տարբերություն չկա, չէ՞, ասենք իրականության մեջ ինչա, եթե ինքը հավատում է, անդորում ես հեգնանքով չեմ ասում, ես ընդհանրապես հավատքին, որովը հարգանքով եմ վերաբերում, դա աշխարհում իր տեղ ունի։ Եվ այո, հավատքը, ինչպես գիտեք, երբ լսել եք լատինական, ռոմեական աստվածաբան Եգորգ Տերտուլյանը ասել է, հավատում եմ, որտեղ աբսուրդ է, որովհետև եթե մի բան ապացուցել է, հավատալու կարիք չկա, նա ապացուցված է։ Հավատում եմ անապացուցված բաներին։ Եվ սա կրոնական հավատք է, որ այդպես ռացիոնալ շորեր է հագնում, բայց իրական ոչ մի բան ինքը չի կարող ապացուցել քաղաքական իմաստով, նույնիսկ հարցը չի դնում, որ պետք է ապացուցի, ուղղակի ասում ասում։ Բայց ասում եմ, ես շատ ռացիոնալ եմ, այո, ահավոր ռացիոնալ են իրանք, մաքուր կրոնական մտածողության կրողներ, մաքուր իրացիոնալ մարդիկ, մաքուր ուրեմն քաղաքական մտածողությունից, քաղաքական ռացիոնալիզմից կիլոմետրով հեռու, դե մարդիկ, որոնք ասում են այլ ընդհանրապես քաղաքականության մեջ իրանք չունես ասել այլ դրանք չկա, շատ հազվադեպ դեպք են, բայց որ ասում են այլ դրանք չկա, ոնց դա այլ դրանք չկա։
Բայց եթե չի ստացվում, այսինքն եթե օրինակ այդ իրանց գնանք լուծմանը չէր ստացվում, որտեղ դիմացի Ադրբեջանը եւ Ռուսաստանը չէին ուզում, դա դա շատ տրամաբանական է ենթադրել, որ չէին ուզում, բայց տրամաբանական են մի կողմ թողնենք, այս մարդու հայտարարությունը դա են ցույց տալիս։ Այսինքն, բայց ինչ պետք է անել, չպետք է պատերազմեիր, չեն հաշվում այլ դրանք չկա։ Դրա համար եմ ասում, սա կրոնական շարժում է, բայց վերադառնանք այս հայտարարությունը, դա բացահայտ ցույց է տալիս, որ մեծ հաշվով հենց այստեղ նույնիսկ որտեղ ուղիղ չի ասում, բացահայտ ցույց է տալիս, որ որներ ցանկությունը եւ իրական ծրագիրը եւ նպատակը հենց ռազմական ճանապարհով, դա իհարկե ոչ միայն իրեն էր ձեռնտու։ Ես չեմ պնդում, որ իրանք չէին գնա այլ հավասար պայմաններում, եթե այսպես կոչված լուծմանը չեմ կարող նաեւ Ռուսաստանի մասով վերջնականապես մոդել, բայց իհարկե շատ տրամաբանական է ենթադրել, որ այս մյուս ճանապարհը իրենց էլ, բայց նաեւ ռուսներին ավելի ձեռնտու էր, որովհետեւ այդ խաղապազով տեղադրելու համար բնականաբար ռազմական իրավիճակը ավելի շահավետ էր, այն մյուս տարբերակով ավելի դժվար կլիներ դա անել, իսկ այս ռազմական ճանապարհում ավելի հեշտ կլիներ, որովհետև դա պետք է արագ, պետք է հայ ժողովրդին փրկել եւ այլն, այս ամբողջ այդ բանը պետք է միանար։ Ինչևէ, սա հիմա չեմ ուզում շատ երկար քննարկել, ընդհանրապես խոսել ենք նաեւ այս թեմաների մասին, թե որքանով էլ ընդհանրապես հնարավոր է այդ կարգավորում կոչվածը եւ եթե նույնիսկ հնարավոր է ինչով է տարբերվելու սա ի վերջո այն իրավիճակից, որում մենք հիմա ապրում ենք, ես պնդել եմ, որ մեծ հաշվով չէր տարբերվելու, բայց էական չի, էականը նաեւ որտեղ մենք տեսնում ենք, որ դիմացի կողմը շատ ակնհայտ հասկացնել է տալիս, որն էր իր համար նախընտրելի ճանապարհը եւ ինչքան ինքը ուրախ է դրա համար։ Հիմա մի հատ ուրիշ, այս նույն հայտարարությունից մի հատ ուրիշ բան կարդամ էլի Ալիևի խոսքերն։ Ասում է Ղարաբաղում հակամարտության կարգավորման պետք է զբաղվի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաև այլ երկրներ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։ Բառացի ասում է չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբեր լինել, քան Մինսկի խմբի կազմն է այսօր, ասել է Ալիևը։ Դե պարզ է, հիմա ասենք չմեկնաբանենք, չվերլուծենք, որ տվյալ դեպքում այդ ինչ այլ երկրներ պետք է նկատի ունենա Իլհամ Ալիևը, բնականաբար առաջին հերթին Թուրքիան։ Հիմա կասեք, թե ինչ կա այդտեղ տենց առանձնապես զարմանալու կամ անդրադառնալու Իլհամ Ալիևն է, բարձր որ ասենք ակնարկում է, որ Թուրքիան պետք է նույնպես մտնի այս կարգավորման ուրեմն սխեմայի մեջ, բայց ես մի անգամից պնդեմ, ասեմ, որ Իլհամ Ալիևը սա ասում է, բայց սա միայն իր կարծիքը ինքը չի փոխանցում, այլ նաև էլ եմ ասում պնդեմ, որ նաև Ռուսաստանի կարծիքն է ասում, բնականաբար Ռուսաստանը ինքը դա չի կարող ասել, Ռուսաստանի ասելով ռուս-թուրքական այդ պայմանավորվածությունների կոնտեքստում, բնականաբար ռուսները իրենց ուրեմն բանով չեն կարող դա ասել, չեն կարող ակնարկել, որ գիտեք ինչ մենք նաև Թուրքիային ենք պատկերացնում այստեղ, բայց Ալիևը կարող է ասել եւ Ալիևը սա ասում է, հիմա փորձեմ հիմնավորել, որպեսզի չասեք, այս ինչ բան ես ասում, ոնց թե բայց եկեք սուտ տրամաբանենք։ Իլհամ Ալիևն է 2020 թվականի հոկտեմբերն է, ինքը պատերազմի մեջ է, մի տարածաշրջանում, որտեղ ակնհայտորեն եւ մի կոնֆլիկտում, որտեղ ակնհայտորեն առաջնային է Ռուսաստանի դերը, ինքը խոցելի վիճակում է եւ Իլհամ Ալիևը հիմար չի բնականաբար, եթե ինքը նման հայտարարություն է անում, ինքը առնվազն պետք է վստահ լինի, որ այդ հայտարարությունը որևէ կերպով, այսպես ասած, չի հակասի եւ առավելևս չի վրթովեցնի եւ չի ջղայնացնի Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանը ամեն դեպքում ունի լծակներ, ցանկության դեպքում, եթե իրեն վրթովեն, ջղայնացնեն, եթե իր սրտին եթե Իրան, որտեղ արտաքուստ դա Ռուսաստանի շատ դեմ բան է, չէ՞, ասում ենք ոնց թե Թուրքիան պետք է մտնի այդտեղ կարգավորման գործընթացի մեջ, մեր նույնիսկ մինչև հիմա մեր ստերեոտիպներով դա բան է ոնց թե իհարկե դա Ռուսաստանի շահերին հակասում է։ Հիմա պատկերացրեք կաներ Իլհամ Ալիևը մի հայտարարություն 2020 թվականի հոկտեմբերին պատերազմի մեջ գտնվելով, ել եմ ասում մի տարածաշրջանում, որտեղ ակնհայտ է Ռուսաստանի առաջնային դերը, եւ որտեղ Ռուսաստանը ունի նաեւ ռազմական լծակներ այնպես անելու, որ ինքը պատերազմում անհաջողություն կրի կամ համենայն դեպս դժվարացնի շատ իր կյանքը ռազմական իմաստով, առիթներն էլ ունի, նույն սիրիացիների այդտեղ լինելը, նույն ՆԱՏՕ-ի ինքնաթիռները այդտեղ, ՆԱՏՕ-ի զորքի երկրի սպաները բարձրաստիճան այդտեղ է, չեմ ասում հերթական անգամ որ առանց Ռուսաստանի թողտվության հնարավոր չէ, բնականաբար Իլհամ Ալիևը սա ասում է հասկանալով, որ սա առնվազն որևէ կերպով Ռուսաստանի մոտ որևէ բացասական բան չի առաջացնելու, այլապես նա դա երբեք չէր ասի, ինչին է իր պետք ասել, դա բացարձակ ոչ մի շահ ինքը չունի, նույնիսկ եթե տենց մտածի, Թուրքիան էլ հաստատ իրենց չէր նեղանա,
եթե այլ իրավիճակներ, բայց ոչ միայն չի հակասել, ինքը պետք է վստահ լինի եւ ոչ վստահությունը զուտ ինտուիտիվ չի, զուտ վերլուծական չի, ինքը պետք է նաեւ շատ sense ավելի երկաթե հիմնավորումներ ունենա, որ ոչ միայն չի հակասում, այլև սա մտնում է Ռուսաստանի, չասեմ շահերի մեջ, բայց այն պայմանավորվածությունների մեջ, որոնք կան հենց Ռուսաստանի կողմից։ Եվ սա ըստ առաջին այստեղ բանն է, այսպես ասած ծիծեռնակն է, որը ցույց է տալիս, որ Թուրքիան պետք է ունենա այդ դերը եւ ինքը ունեցավ ամենակարևորը մենք հետագայում տեսանք որ ունեցավ էլի հենց արդեն ոչ Իլհամ Ալիևի ձեռամբ, այլ մեր սիրելի դաշնակիցների ձեռամբ, որովհետեւ ճիշտ է նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ բառացիորեն հիշատակված չի Թուրքիան, որտեղ ինչպես ասել է Ռուսաստանի նախագահը, դա հայերի համար զգայուն հարց է, այսինքն դա հաշվի են առել, բայց փաստացի կար, որտեղ հիշում եք այդ մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին կետը, որտեղ Թուրքիան չի հիշատակվում, բայց ենթադրվում է եւ հաջորդ օրը արդեն առանձին ռուս-թուրքական պայմանավորվածությամբ պաշտպանության նախարարների միջև ստեղծվում էր այդ ինչ որ կար Աղդամում մինչև անցյալ տարի, երբ որ հանեցին արդեն ռուս-թուրքական մոնիտորինգի կետը, այսինքն Թուրքիան իրոք մտավ այս կարգավորման, այսպես ասած, process-ի մեջ եւ սա իհարկե ռուս-թուրքական մեծ պայմանավորվածության մաս է, որը այստեղ փոքր եղբոր շուրթերով է բարձրացվում առաջի անգամ, որ դա պետք է լինի։ Եվ առաջի անգամ է նաև, որ Մինսկի խմբի թեման է շոշափում, այստեղ իհարկե շատ զգուշ, որ բացի Մինսկի խմբից նաև Թուրքիան, գիտեք, հիմա իրանք ընդհանրապես պահանջում են, որ Մինսկի խումբը չլինի, եւ սա էլ իհարկե միայն Ադրբեջանի պահանջը չի բարձր։ Մենք նաև նախորդ խոսակցություններում տեսել ենք, որ իհեճուկս բոլոր այն բաների, փաստերի, Թուրքիայի ներգրավվածության, որը բոլոր հայ մեծ գործիչների տեսակետից պետք է սարսափելի, ուրեմն հակասել ռուսական շահին, եւ ի հակադրություն արևմուտքից հնչող ուղիղ հայտարարությունների մտահոգիչ դատապարտող մենք տեսանք, որ Ռուսաստանում բարձր մակարդակում ըստ էության ոչ թե դատապարտող տոնայնությունն է գերիշխող, հա փորձագիտական մակարդակում իհարկե իրանք այդ բանը խաղի կանոնները պահում են, այնտեղից փորձագետները այ վույ անում էին եւ էլի դեռ անելու են, բայց այսպես ասած Թուրքիայի հետ կոնտակտը մշտական էր, Լավրովը հատկապես անընդհատ ուրեմն Թուրքիայի արտգործնախարարի անդադ կապի մեջ ամենաշատը իր հետ է խոսում, մենք տեսնում ենք նույնիսկ վիճակագրորեն, ոչ պարսիկների, ոչ արևմուտքի ամենաշատը խոսում է Թուրքիայի հետ, եւ այնտեղ չկա ոչ մի խոսք դատապարտության մասին Թուրքիայի ներգրավման, եւ էլի մենք այս թեմային կանդրադառնանք, սա շատ կարևոր թեմա է, էլի փաստերով կտեսնենք, որ դա շարունակվում է այդ տենդենսը։ Իհարկե սա այդ միտման մեջ է։ Հերթական անգամ ուղղակի սա ինչ եմ, ես անընդհատ սա ճիշտ է այդ թեման շատերին կարող է ով որ այս մեր հաղորդմանը, մեր խոսակցությունը հետևում է կարող որ ավելորդ անգամ եմ հիմնավորում, բայց ավելորդ անգամ չի ժողովուրդ ջան, որտեղ կարող է մեր մի մասը մենք կանք, որոնք հասկացել ենք, մարսել ենք, բայց մինչև հիմա էլ այս հակա քարոզչությունը եւ իրան պետք չի անտեսել, ինքը անդադ շարունակվում է եւ ազդում է նույնիսկ այն մարդկանց վրա, որոնք թվում է թե հասկացել են, բայց մինչեւ հիմա էլ կա որ այդ բանը էլի դե հակադրության մեջ էին շահերը Թուրքիայի եւ Ռուսաստանի եւ չգիտեմ մինչեւ հիմա էլ հակադրության մեջ են։ Հիմա դեռ մի կողմ թողնենք, հիմա մի քիչ որոշակի կարող են նրբություններ փոխվել են, բայց այն ժամանակ շատ ավելի հստակ էր այս գիծը, շատ ավելի ակնհայտ էր։ Հիմա էլ է իրականում նույն գիծը, բայց էլ եմ ասում որոշակի դինամիկա պետք է միշտ նկատել, պետք է միշտ հաշվի առնել։ Բայց ինչն է նաև հետաքրքիր, Ռուսաստանի կողմից հասկացանք, տեսանք, որ այս ամեն ինչը կա եւ դեռ կտեսնենք, այսինքն կոնտեքստի մեջ Ալիևի այս հայտարարությունը Ալիևի հայտարարությունը չի, այլ ընդհանուր ռուս-թուրքական դաշինքի անունից է ասվում, ուղղակի եմ ասում փոքր աղբոր շուրթերով, իրաց փոքր աղբոր իհարկե, նու հիմա նաև մեր ղեկավարների, մեր այսօրվա քաղաքական էլիտայի մեծ աղբոր, բայց այստեղ հետաքրքիր է, որ նաև հայկական մամուլում մի հատ հրապարակում, եկեք անունը չտամ էլ այդ թերթի, որտեղ անուններ որ տալիս ես տենց բան անում, մի շատ այսպես ակնհայտ պրոռուսական հայկական թերթ է, ուրեմն ինչ են գրում։ Հիմա մեր դիմաց միայն Ադրբեջանը չէ, այս թերթի հոդվածն է պրոռուսական հայկական։ Ու եթե Թուրքիան պատերազմի դաշտում բացահայտորեն աջակցում էր կրտսեր եղբորը, նույնը անելու է բանակցային փուլում։ Աշխարհը շատ լավ հասկանում է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր գործ ունի Թուրքիայի հետ եւ դիվանագիտական հարթակում հիմք է ընդունելու հենց այս իրողությունը։ Այնպես որ այս բարդագույն շրջանում Հայաստանը ցավոք գրեթե միայնակ է նաեւ այս մարտում։ Եվ եթե մեր զինվորի բասկի ուժին ու արությանը ոչ ոք չի կասկածում,
Իհարկե իրենք կասկածում են, բայց չեն ասում։ Դիվանագիտական պատերազմի հաղթական ավարտի առնչությամբ ողջամիտ կասկածներ այնուամենայնիվ կան։ Ինչ է այս բառակույտի մեջ, ուրեմն իմաստը։ Իմաստը շատ պարզ է, որ այս հայկական թերթը ըստ էության Ալիևի այս հայտարարությունը զուգահեռ պարզ ձևով մեզ ասում է, որ մենք պետք է փաստորեն, իհարկե դա ներկայացնում է, որ այդպես ինչ անենք ստիպված, բայց փաստացի ներմուծում են այս նույն թեման, որ ապագա բանակցություններում, ապագա այս կարգավորման մեջ Թուրքիան ներգրաված պետք է լինի։ Փաստացի սա մեզ նախապատրաստում է, ներշնչում է, եւ սա ակնհայտ ռուսական քարոզչություն է արդեն, եւ շատ հետաքրքիր, որ ինչպես եւ հաճախ նման դեպքերում զուգահեռ է արվում։ Մի հատ Բաքվից, մի հատ Հայաստանից։ Իրանք չեն ասելու բնականաբար, իրանք այս երկու սեղմակներն են, սեղմել, մինչև հիմա էլ սեղմել։ Այսօր եկեղեցու թեմայում։ Չէ, զուգահեռ Բաքվում, զուգահեռ Երևանում այդ process-ը տարվում է։ Այստեղ ոնց է բանալում, էլի որ հա ասա ստիպողական է եւ այլն, չի էլ նույնիսկ այն շատ դատապարտում, թվում է որ պետք է դատապարտել, բայց ներկայացվում է որպես գրեթե փաստ, ցավալի, բայց փաստ եւ ինչն է այստեղ կարեւոր ուրեմն նաեւ ձևակերպում, առ ընդհանրապես այս ռուսական քարոզչության առումը, որ էլի մինչեւ հիմա գործում է։ Այս այն քարոզչությունն է, որ ակնհայտ չի։ Աշխարհը շատ լավ հասկանում է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր գործ ունի Թուրքիա եւ դիվանագիտական արտակում հիմք է ընդունելու աշխարհը։ Տեսեք, էլի ինչ որ այդ աշխարհը։ Այսինքն նկատի ունի, որ դե գիտեք, հայկական աշխարհ ասվածը հայերեն լեզվում քաղաքական ասել ենք շատ ինչ է նշանակում Արևմուտք եւ Ռուսաստան, ասենք չի նշանակում, չգիտեմ օրինակ, ասենք Ավստրալիա կամ Ինդոնեզիա, այլ աշխարհը դա է եւ իբր էլի մեզ այնպես է ներկայացնում, որ դա ամբողջ աշխարհն է, ինչ անենք աշխարհը։ Չի ասում Ռուսաստան աշխարհը, բայց մենք շատ հստակ տեսել ենք արդեն, որ այս աշխարհը, ամբողջ աշխարհը, չգիտես, մեր հարցում միշտ ինչ որ միատեսակ բանում դիրքոց, դա այդպես չի։ Մենք շատ հստակ մեր այս նախորդ զրույցներում տեսել ենք, որ այդ աշխարհի արևմտյան մասը, գոնե դրա մի մասը, այսպես ասենք, հա, շատ հստակ կերպով եւ քաղաքական մակարդակում եւ լրատվական մակարդակում ոչ միայն ցուցադրում է, տեսնում է, այլև դատապարտում է Թուրքիայի միջամտությունը, մտահոգություն է հայտնում, իսկ աշխարհի այն մյուս մասը, որը թվում է թե ինքը պետք է առաջին դատապարտողը լինի, այսինքն մեր սիրելի Ռուսաստան նման բան չի անում։ Այսինքն ոչ մի աշխարհ, այստեղ միասնություն չկա։ Եվ այս հիշենք ուղղակի, երբ որ ռուսական քարոզչությունը բացահայտ կամ քողարկված ասում է աշխարհը, ինչ որ հարցում հայերի հետ համաձայն չի ամբողջ աշխարհը, դա նշանակում է Ռուսաստան աշխարհը այստեղ կապ չունի։ Այստեղ մենք պետք է թարգմանենք եւ ուրեմն մենք փաստերով ենք դա տեսել արդեն, ոչ թե ենթադրում ենք, ոչ թե աշխարհը շատ լավ հասկանում է, այլ Ռուսաստանը եւ ոչ թե հասկանում է, այլ այդպես է տեսնում, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր Թուրքիան հիմք է ընդունելու այդ իրողությունը, որ Թուրքիան ներգրաված է, կարծես ստիպված, եւ մի խոսքով այս նույն թեզն է առաջ քաշվում, որ մենք պետք է սրա հետ հաշտվենք, սա դեռ օկտեմբերի կեսերն են, բայց արդեն մեզ նաեւ հիմա ես ես մի քարոզչական իմաստով սրան են նախապատրաստում եւ ռուսական քարոզչությամբ են նախապատրաստում իրանց ձևերով այդ կտերը մենք միջև հիմա էլ ուտում ենք, այդ շատ հակառուսական մարդիկ, որ աշխարհը մեր դեմ էր, բայց էսա մենք բաներով տեսնում ենք արդեն ոնց է այս քարոզչությունը աշխատում, ոնց է գործում, ոնց է կազմավորվում եւ շատ լավ էլի տեսնում ենք, որ ադրբեջանականը եւ հայկականը տվյալ դեպքում զուգահեռ իրար գործում են։ Այսօր երևի այսքանով ավարտենք, էլի կային հետաքրքիր բաներ, դրանց մի մասին Ես անգամ կանրադառնանք մի մասին երևի չենք էլ հասցնի անդրադառնալ, որտեղ հետաքրքիր նյութերը շատ են, բայց ամեն դեպքում մենք նաև առաջ պետք է գնանք։ Կհանդիպենք մյուս անգամ, շնորհակալություն ուշադրության համար։